Եվ կփորձեմ այնուամենայնիվ Ղարաբաղյան շարժումը եւ առաջի հաղթանակած պատերազմը կապել հետագա պատերազմների հետ, միգուցե դա sense ավելի հետաքրքիր կլինի համեմատության մեջ, թե ինչ առավելություններ ենք մենք ունեցել եւ ինչու ենք հաղթել, եւ հետո այդ ինչ առավելություններ կորցնելով մենք պարտվեցինք։ Միգուցե այս սխեմատիկ փորձեմ ես չեմ չարաշահելու, այսպես ասենք, այս հանդիպման ժամանակը փորձեմ դա սխեմատիկ ասել, հետո ավելի ինտերակտիվ տարբերակով ու փորձենք բացել այն ուղղությունները, այն ամեն ինչը ավելի շատ ձեզ կհետաքրքրի ինտերակտիվ ուղղակի ձևաչափով։ Նայեք, մենք փաստորեն ունեցել ենք 3 պատերազմ։ Առաջի պատերազմը հաղթանակած պատերազմն է 91-94 թվականների, երկրորդը սովորաբար ասում են քարորիա պատերազմ ապրիլյան 16 թվականը, որը ես կգնահատեի, այսպես ասենք, ոչ ոքի, մենք ունեցանք տարածքային որոշակի կորուստներ, ընդամենը 600-800 հեկտարի մասին էր խոսքը, բայց դիվանագիտական ձեռքբերումը եւս ակնհայտ էր։ Նույնիսկ ես կասեի ոչ ոքի մի քիչ պլյուսով դուրս եկանք այդ պատերազմից եւ ունեցանք հաջորդ պատերազմը 20 թվականի, որը ուղղակի կորցրեցինք եւ իմ գնահատականով, իմ համոզմունքով շատ եւ շատ սուբյեկտիվ պատճառներով։ Հիմա ինչ առավելություն ենք մենք ունեցել առաջի պատերազմում։ Իսկապես 150,000-անոց Ղարաբաղը, այն ժամանակ 7.5 միլիոնանոց Ադրբեջանը, եւ մենք հաղթեցինք։ Եվ զուգահեռաբար Հայաստանում էներգետիկ ճգնաժամ, բավական լուրջ խնդիրներ, այնուամենայնիվ մենք հաղթեցինք։ Դու կփորձեմ այսպես հիմնական կետերով ուղղակի բացատրություն այստեղ տալ։ Առաջինը, նայեք, մենք համոզված էինք Ղարաբաղում, որ Ադրբեջանի կազմում Ղարաբաղցիք ապրելու ընդհանրապես հնարավորություն չեն ունենալ։ Սա էկզիստենցիալ խնդիր էր եւ այդ վտանգը հատկապես Սումգայիթից հետո այնպեսի առարկայական էր բոլորիս համար, որ միավորեց բոլոր ղարաբաղցիներին։ Մեկը մեկին սիրում է, չի սիրում կապ չուներ։ Ուղղակի այդ ընդհանուր վտանգը միացրեց ողջ ժողովրդին։ Սա երևի հիմնական գործոններից մեկն էր։ Բավական բարձր կազմակերպվածության մակարդակ։ Ղարաբաղում ընդհանրապես միգուցե սովետական դաստիարակություններ, բայց Ղարաբաղում եւ կրթվածության մակարդակն էր, եթե Ադրբեջանի հետ համեմատենք, շատ ավելի բարձր։ Մարդիկ, ոնց ասեմ, շատ ավելի կարգապահ էին ընդհանրապես բոլոր հարցերով։ Եվ այդ կարգապահությունը, կազմակերպվածությունը շեշտակի դեր խաղաց այն ժամանակ, երբ սովետական միությունը փլզվում էր, երբ կոպիտ ասած բարդակը գրեթե բոլոր ոլորտներում էր տիրում, բայց մենք կարողացանք կազմակերպվել բավական արդյունավետ։ Դրան գումարում էր այն հանգամանքը, որ կար բավական սովետական միության կողմից պատրաստված մոբիլիզացիոն ռեսուրս, Ղարաբաղցիք բոլորը գրեթե ծառայում էին մարտական ստորաբաժանումներում եւ զինվորական մասնագիտությունների ձեռքբերման խնդիր եւս չկա։ Ինչը շեշտակի տարբերում էր ընդհանրապես Ադրբեջանից, որտեղից շատ ավելի մեծ տոկոսով մարդիկ ծառայում էին այսպես կոչված ստրոյբատներում եւ այլն։ Սա եւս բավական մի խնդիր էր, որովհետեւ երբ մենք ձևավորում ենք Ղարաբաղում բանակը, զինվորական մասնագիտություններով օժտված մարդկանց պակաս գրեթե չենք ունեցել։ Ուղղակի մի շատ թեթև վերապատրաստում, շատ թեթև sense միջամտություն եւ մարդիկ պատրաստ զինվորներ էին։ Եվ կար բավական լուրջ սպայական ազնագազմ, որոնք ուղղակի Ղարաբաղցիների, որոնք եկել են Ղարաբաղ եւ
իրենց փորձը ներդրել են արդեն զինվորական գործունեության մեջ։ Շատ կարևոր հանգամանք էր այն ժամանակ այն տեղեկատվությունը, որը գալիս էր Ղարաբաղից եւ Ղարաբաղյան շարժումից եւ հետո 91-94 թվականներին պատերազմից եղել է ազնիվ լուսաբանում եւ հաջողությունների եւ անհաջողությունների։ Սա ուղղակի ուզում եմ շեշտել։ Սա այն է, ինչ հետագայում ուղղակի բացակայում էր ընդհանրապես։ Ազնիվ լուսաբանում, բան են կորցրել, հայտարարում էր, ասվում էր եւ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ կարելի է ինչ որ քարոզչական նպատակներով ասել մեկ այլ բան, քան հողի վրա ուղղակի իրականում կար։ Սա չափազանց կարևոր հանգամանք էր, որովհետեւ առանց դրան վստահություն բանակի, ժողովրդի միջև եւ իշխանության միջև ուղղակի հնարավոր չի կառուցել։ Մի շատ կարևոր հանգամանք նայեք, բոլոր եւ հատկապես առաջի պատերազմի ժամանակ ադրբեջանցիք ունեցել են քանակական առավելություն բոլոր կոմպոնենտներով, բոլոր մարդկային, ֆինանսական, զինտեխնիկա, զինամթերք։ Սովետական միությունը ցենց իր հիմնական պահոստները եւ զորամասերը ավելի խոշոր տեղաբաշխված էին Ադրբեջանում եւ Վրաստանում եւ այդ ամենը ուղղակի փայ հասել Ադրբեջանին։ Հայաստանում ընդհանրապես համարյա բան չկար։ Մի պահեստ կար զինամթերքի բավական փոքր բալահովետում, այն հենց առաջի տարիներին հրդեհ է եղել եւ այդ ամբողջը ոչնչացել է։ Հիմա բայց տարբերությունը նրա մեջ էր, որ մենք բոլոր կոմպոնենտներով ունեցել ենք որակական տարբերություն, կազմակերպվածություն, գիտելիքներ եւ այն մոբիլիզացիան, որը անհրաժեշտ էր ձևավորել։ Նայեք, եւս մեկ հանգամանք, որը մեր օգտին աշխատեց, դա այն անկայունություններ, որը եղել է Ադրբեջանում, անընդհատ իշխանապողություն եւ հավիձվի պատմություններ պարտվում էին մարտերի ժամանակ, այդ պարտությունը բերում էր իշխանապողության, իշխանապողությունը բերում էր նոր պարտությունների եւ այդ շրջապտույտը ուղղակի շարունակվում էր։ Պատկերացրեք, ես Ղարաբաղում լինելով ես տեսել եմ քանի նախագահ մի հատ հաշվեմ Բադիրով, ղեկավար Ադրբեջանի սկզբից կենտկոմի առաջքարտուղարներ էին, Բադիրով, Վեզիրով, Մութալիբով, Էլչիբեյ, արանքում մեկն էլ կար պաշտոնակատար եւ Ալիև։ 5 նախագահ ենք տեսել այդ ամբողջ ընթացքում Ադրբեջանում։ Ուրեմն ներքին այդ անկայունությունը, իշխանապողությունները, ամեն իշխանապողությունը բերում էր լուրջ ցնցումների եւ հատկապես սովետական միությունը փլզվելուց հետո ինստիտուցիոնալ կայացվածությունը ընդհանրապես չկար։ Եվ Հայաստանը նաև այդ առումով շատ ավելի արագ առաջ շարժվեց եւ այն ժամանակ Հայաստանում իշխանությունը շատ ավելի կայուն էր, կան երկին ներքաղաքական խնդիրներ, բայց անհամեմատելի է այս վիճակը Ադրբեջանի հետ։ Եվ կրկնեմ, սա հավիձվի պատմություն է, նույնիսկ դժվարանում եմ ասել, թե առաջնային պատճառը որն է։ Պարտությունները բերում էին իշխանապողությունների, իշխանապողությունները բերում էին նոր պարտությունների եւ այսպես շարունակ։ Հիմա տեղափոխվենք 16 թվական։ Քարորիա պատերազմ։ Ինչն էր արդեն աշխատում մեր դեմ։ Կայունությունը Ադրբեջանում, Հեյդար Ալիևը կոնսոլիդացրեց իշխանությունը Ադրբեջանում, փոխանցեց իր որդուն եւ վիճակը բավական կայուն է։ Հայաստանում ներքին լարվածությունը որոշակի աստիճան արդեն ուներ։ Հայաստանում այն ժամանակ հայտնվել են բազմաթիվ ինժեներներ, որոնց ոնց որ հիմնական նպատակը այդ գլոբալիստական կառույցություններ Հայաստանում ազգային
արժեքը համակարգի քայքայում եւ հենց այդ ժամանակ արդեն զգացվում էր, որ այդ ձայնը իսկապես լսվում էր, որովհետեւ ակտիվ երիտասարդ կասեի նույնիսկ բանիմաց եւ բավական աղմկոտ մի շրջանակ էր ձևավորվել եւ այդ շրջանակին շատ արդյունավետ սպասարկում էին բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք ձևավորվել էին բավական լուրջ ֆինանսավորման արդյունքում վերջերս միայն մենք իմացանք թե ինչ գումարներ է USAID-ին ծախսել մեզ նման երկրներում Հայաստանի նման երկրներում նման համակարգեր ստեղծելու եւ կայացնելու ուղղությամբ նույնիսկ վերջերս մի շշմելու մի բան եղավ երբ պարզվեց որ հոլիվուդյան աստղերը հերթով որ գնում էին Ուկրաինա ասես ասենք վճարովի հուզվելու համար սա մի շշմելու բան է բայց սա փաստ եւ այս համակարգը եւս բավական լուրջ դերակատարություն ունեցավ Հայաստանում եւ ներքաղաքական եւ ընդհանրապես ազգային միասնությունը քայքայելու ուղղությամբ եւ ինչը աշխատեց եւս մեր դեմ ադրբեջանական բանակը շատ ավելի մարտունակ էր քան առաջի պատերազմի ժամանակ ուրեմն իրենք հետևություններ արել էին եւ շատ հետեւական պատրաստվում էին հերթական պատերազմը եւ առաջի անգամ ակնհայտ էր որ անօթաչու սարքերը լուրջ դերակատարություն են ունենալու հայտակա պատերազմների ժամանակ սա պետք է շատ լուրջ ահազանգ լիներ լուրջ փոփոխությունների համար նաեւ մեր պատկերացումների մեջ թե ինչպիսին է կարող լինել հաջորդ պատերազմը բայց կրկնում եմ որակական առումով հայկական բանակը մարտունակ էր եւ այդ քարոզիա պատերազմի ժամանակ այդ մարտունակությունը դրսևորվեց կրկնում եմ ահազանգ կար խնդիրներ արդեն երևում էին եւ սա նշանակում էր որ պետք էր շատ ավելի այլ այսպես ասենք անկյանտակ նայել ներկա իրավիճակին եւ կտրուկ գործողությունների դիմել ես գիտեմ որ բավական լուրջ քայլեր փորձում էին ձեռնարկել անում էին բայց ամեն ինչ փոխվեց 18 թվականից հետո հիմա որովհետեւ կրկնեմ այստեղ ուղղակի մի քիչ որոշ փակագծեր բացեմ եւ հակաօթային պաշտպանության վերաբերմունքը եւ անօթաչու սարքերի եւ բանակի կառուցվածքի վերաբերյալ իսկապես լուրջ քայլեր ձեռնարկվում էին առաջի գծի հատեցվածությունը տարբեր սարքավորումներով որոնք հնարավորություն են տալիս ուղղակի կանխարգելիչ միջոցառումների հիմա ինչ մենք ունեցանք 20 թվականի հոկտեմբերից հասարակությունը Հայաստանում բևեռվածությունը ուղղակի ֆանտաստիկ մակարդակի էր արդեն բաժանված էր հասարակությունը սևերի, սպիտակների, հների, նորերի, թալանչինների, ոչ թալանչինների եւ գիտեք սա բան էր եւ այս ամենը տարածվեց ոչ միայն քաղաքական այսպես մակարդակի վրա, այլ նաեւ ուղղակի պրոյեկցիա արվեց բանակի վրա ահաբեկվում էր գեներալիտետը եւ հանրային ընկալման մեջ այն ժամանակ գեներալները սկսեցին ընկալվել որպես ասենց բանակը թալանող, բանակով չզբաղվող մի շերտ եւ ես նույնիսկ այն ժամանակ մի բան հասկացա, որ մարտական անցյալ ունեցող գեներալները հանրային վայրերում սկսել են ավելի շատ հայտնվել քաղաքացիական հագուստով ոնց որ առաջ եթե այդ զինվորական հագուստը հպարտության առարկա էր մի պահ փորձում էին թաքցնել
ու sense երևացող տեղերում չերևալ այդ հակոստով։ Սա բանակը քայքայելու, բանակը քանդելու գործիք էր։ Անուղում էր դա գիտակցաբար, թե ոչ գիտակցաբար, ես չգիտեմ։ Չեմ էլ ուզում գնահատական տալ տվյալ դեպքում, բայց սա փաստ էր։ Եթե փորձի որևէ մեկը ձեզանից ուսումնասիրել 18, 19, 20 թվականների մամուլը, դուք կտեսնեք, որ սա գերակա, այսպես տեղեկատվական դաշտի հիմնական թեմաներից մեկն էր։ Եվ սա չէր կարող լուրջ ազդեցություն չթողնել բանակի վրա։ Որտեղ հրամանատարական կազմը ուղղակի ահաբեկվում էր ամեն օր տեղեկատվական դաշտում։ Սենց ասա, այն ժամանակ ընդհանրապես երկրում իրավիճակը բավական փոխվել է, կառավարման մոդելն էր փոխվել եւ պոպուլիզմը իսկապես դարել էր բավական լուրջ գործոն գրեթե ամեն ինչում։ Եվ միգուցե լավ, ես մեկ քայլ վերադառնամ, ես նշեցի, որ բանակում լուրջ փոփոխություններ էր պետք կապված այն դասերից, որոնք մենք պետք է քաղեինք քառօրյա պատերազմից։ 18 թվականից ուղղակի դա անտեսվել է, ոչ ոք չէր էլ հետաքրքրում, ուղղակի մի կողմ էր դրվել եւ հիմնական բանակի բարեփոխումները դարել են ավելի շատ մեծ ուշադրություն, ես ասում եմ դա եւ այն ժամանակ ընդունված տերմին էր կլուբնիչնի բարեփոխումները, որտեղ հիմնական տեղը, որտեղ այցելում էին պաշտոնյաները, դա ճաշարանն էր, սա շատ էր դուր գալիս ծնողներին, ում զավակները բանակում էին ծառայում, բայց մարդիկ չէին գնում պոլիգոններ, չէին ընդհանրապես հետաքրքրվում մարտական պատրաստվածությանը, այլ հիմնական թեման եղել է, թե զինվորին ոնց են կերակրում, կենցաղը ինչպիսինն է, ինչը լավ է, բայց բանակը դրա համար չի, բանակը մարտական եւ ամբողջ այդ ծախսերը պետք է ուղղեին մարտական պատրաստվածության վրա, այլ ոչ թե այլ նպատակների վրա։ Հիմա սա էր։ Եվ նայեք, ինչ է բանակը։ Ունի 2 տարվա ցիկլ։ 2 տարում դու զորակոչը գալիս է, այդ զորակոչին 5-6 ամիս պետք է պատրաստելու համար, 2 տարի հետո զորացրվում է։ 2 տարի մարտական պատրաստության հարցով չզբաղվես, դու այլևս բանակ չես ունենալու։ Ուղղակի բանակ չես ունենալու։ Կամ բանակի մարտունակությունը շեշտակի անկում է ապրելու։ Մոտավորապես այսպես էր վիճակը, որտեղ KPI է, եթե դրվում է ճաշարանը, այլ ոչ թե պոլիգոնը, բոլոր սպայական կազմը, եւ սպայական կազմը փոխվեց այն ժամանակ, սկսում է զբաղվել ճաշարանով, այլ ոչ թե պոլիգոնով։ Եվ ունեցանք այն, ինչ ունեցանք։ Պատերազմը սկսելուց հետո ես 3-րդ օրը Ղարաբաղում էի, 2 շաբաթ եղել եմ Ղարաբաղում եւ ասեմ իմ գնալուց հետո ուղղակի 2-րդ, 3-րդ օրը ես դիմում էի եւ Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին։ Որ հանդիպենք Արայիկ Հարությունյանի հետ, իմ հիմնական մեսեջը հետեւյալն էր. անել ամեն ինչ պատերազմը կաղնեցնելու համար։ Պատերազմի ամեն օրը բերելու ավելի մեծ խնդիրների, որովհետև պատրաստ չենք։ Այս ձևով փոփոխված այս իրավիճակում հաղթանակ չեք ունենալ։ Այն ժամանակ Արայիկ Հարությունյանը ասաց, եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, Փաշինյանը ինձ կուտի։ Ուղղակի բառացիորեն սա ինձ փոխանցել է Բակո Սահակյան։ Ունեցանք այն ինչ ունեցանք Ղարաբաղում։ Հիմա այդ դրոնների դերակատարությունը բոլորը տեսնում եք Ուկրաինայում, ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մեջ ինչ դերակատարություն ունեն։ Բայց առաջի այսպես ծիծեռնակները երևացել են 16 թվականին, որից ուղղակի պետք է շատ լուրջ հետևություններ անել, ոչ թե Su 30-ներ, սելֆի սուեր գնել, այլ պետք է
ռեփ համակարգեր պետք էին ոչ շատ լուրջ ներդրումներ հակաօդային պաշտպանության մեջ չարվեց դա հիմա սրանք են հիմնական պատճառները որ մենք ապրեցինք այդ էվոլյուցիան 91-94 թվական 16 թվական որը հետաքրքիր էր որ շատ կարճ էր բայց նախանշում էր տրենդը եւ մենք այդ տրենդից ըստ էության հետեւություն չարեցինք ուրեմն հետեւյալ եզրակացության գամ մենք այս ընթացքում սկսել ենք զիջել Ադրբեջանի ոչ միայն քանակական բոլոր գրեթե ցուցանիշներում այլ սկսել ենք շեշտակի զիջել նաեւ որակական հարցերում կապված մեր անվտանգային հարցերի